Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր իմ զրուցակիցն է Հանուն Հանրապետության կուսակցությունից падգամավորության արդեն նախկին տեխնացու, Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Արշակյան, նախկին եկեք ներկայից խոսենք էլի։ Տեսեք, ընտրություններից առաջ ամենից գոնե մինչև առաջադրումը քաղաքական ուժերի ակնկալիք կար, որ պայմանական եմ ասում Եվրոպամետ ուժերը, արևմտամետ ուժերը ամենադեպս այդ դասակարգումը կա, եկեք չխախտեմ ես, հետո դուք կարող եք բարձրաբանել, որ կմիավորվեն, որովհետև տեսեք, իշխանությունները արդեն են գլխից ասում էին, որ բնորոշում իմիջի իրենցն է, եռագլուխ հրեշ, այսինքն եթե եռագլուխ է, նշանակում է մարմինը նույնն է։ Եվ տենց ակնկալվում էր, տենց մի քիչ դևոտ մի բան էլ կարող է եվրոպամետները սարքեն, չդարավ ինչու։ Ես ասեմ, որ պայմանական չի, կան ակնհայտորեն արևմտամետ ուժեր եւ կան ոսկեհորդայամետ, թաթար-մողոլամետ ուժեր, որտեղ հիմա Ռուսաստանը գտնվում է Եվրոպայի արևմուտքի դեմ պատերազմի մեջ, որը պետք է անունները ճիշտ հնչեցնենք, Եվրոպայի դեմ պատերազմ է, ու Եվրոպայի դեմ իրենց կոչումով պատերազմում են թաթար-մոնղոլական իմպերիաները, տարբեր անուններով։ Հիմա ես միանշանակորեն ներկայացնում եմ արևմտամետ ուժերին, ես այդ նախաձեռնության մասնակիցներից մեկն եմ, քարոզիչներից մեկն եմ, այսինքն մենք եվրոպամետներս անցկացրել ենք հատուկ միջոցառում այդ իրավունքը նվաճելու համար, ստորագրահավաք։ Դուք գիտեք, Եվրոպական կուսակցությունը, Հանուն Հանրապետության կուսակցությունը եւ Հանրապետություն կուսակցությունը հետագայում այդ կամպանիային միացավ նաեւ քաղաքացիական պայմանագիրը, այսինքն 4 կուսակցություն եւ ազատ քաղաքացիներ հասարակական կազմակերպությունը ունեն ատեստատ, լիցենզիա, կադաստրի թուղթ, ինքնաբնութագիր եւ բնութագիր, էլ ինչ կա։ Մի խոսքով անձնագիր ունեն, որ իրենք Եվրոպամետ Հայաստանի Հանրապետության իմ կողմից ավելացնեմ պիտակ նաեւ, լավ, պիտակ էլ ունեք։ Համաձայն եմ։ Ուզում եք նակոլկա էլ ասենք, պիտակ։ Ես կարծում եմ, որ ներկայացված էր այս ընտրարշավի ժամանակ, ընտրությունների ժամանակ Եվրոպամետ ուժերը, ուրեմն քաղաքացիական պայմանագիրը, Հանրապետություն կուսակցությունը եւ Հանուն Հանրապետության կուսակցությունը ներկայացնում էին Եվրոպամետ ուժերը, Եվրոպամետ ասելով, առանձին ասելով, մենք հասկանում ենք ազատություններ, ժողովրդավարություն եւ անկախություն։ Հիմա անկախություն բառը սովորաբար ասում են ինքնիշխանություն։ Մի քիչ բան են անում, իջեցնում են հանրագիտարան։ Կյանքից հետ են կանչում, երբ որ ասում են անկախություն, դա մցակ մարտահրավեր է։ Ուրեմն անկախական, ժողովրդավարական եւ առաջադիմական ուժերը ներկայացված էին այդ 3 կուսակցություններով։ Մյուս կուսակցությունները 16, հա? Եթե 19 էին, 3 անեցինք, 16 կուսակցությունները։ Մեկ ինքնաբացարկ տվեց 15։ Չէ, ինքնաբացարկ լինի թե չէ, հայտ ներկայացրեց։ Հա, հայտ ներկայացրեց։ Նրանք ունեցել են հնարավորություն, նրանք դիրքորոշվել են։ Այգիտեք, կռիվը սկսվել էր։ Այս ստորագրահավաքը շատ բան էր, ռիսկային էր։ Բավարար չստորագրեր ժողովուրդն ասել մենք ասիացի ենք, մենք չենք ուզում դեմոկրատիա, մենք չենք ուզում ազատություններ, մենք ընդհանրապես տեխնոլոգիաներ չենք ուզում, եւ ընդ հրաժարվում ենք մենք մեր քրիստոնեական անցյալից նույնիսկ։ Այդ կուսակցությունները ընտրեցին։ Հիմա այնտեղ որ կան հեքիաթներ պատմեն, որ քնած են եղել, կամ չեն հասկացել, քնած եղած լինելը կամ անհասկացող լինել չի ազատում կենսագրական պատասխանատվությունից։ Հիմա տեսեք, նրանք էլ էին առանձին ասիացիները,
այդ 16 կուսակցությունները եւ դաշինքները նույնպես միավորված չէին։ Էշալոնացված էր նրանց մոտ, կար այսինքն գլխավոր ուժեր եւ բաներ օժանդակ էշալոնացված էլի որ դիրքը հիմա կռիվը անշուշտ մենք ուզում էինք որ լինենք միասին նպատակը նույնն էր ծրագրերը նույնիսկ մրցակցություն չկար անկեղծ ասած ես մասնակցել եմ այդ քարոզ արշավին եւ ինձ համար դժվար էր չպաշտպանել Արամ Զավենի Սարգսյանին չպաշտպանել Նիկոլ Վավայևիչ Փաշինյանին Չէ, իրականում մրցակցությունը սկսվում է այն պահին, երբ ասենք առավոտյան ժամը 8-ին հունիսի 7-ի դրա տեղամասերը բացվում են։ Այդ ժամանակ արդեն անկախ ձեզնից մրցակցություն է, որովհետև ձայները սկսում են բաշխվել։ Նկատի ունեմ, եթե մարդիկ ուզում են եվրոպական արժեքներ, ինքը սկսում է մտածել, ես ում տամ ձայնս սրան, թե նրան, որովհետև եթե մեկը լիներ, միգուցե այդ խնդիրը չառաջանար։ Լավ կլիներ, որ այդպես լիներ։ Ինչու չեղավ, հենց այդ է, ես շատերին եմ հարցրել, այդպես խելամիտ պատասխան դեռ չեմ ստացել։ Ես կարող եմ առանձնացնել, գիտեք մի հոգի էլ կա, շատ կարևոր դեր է կատարել Հովսեփ Խորշուդյան այդ կամպանիայում միավորող, նույնիսկ ցանկ տպեց կազմակերպությունների եւ անհատների։ Արմանը Բաբաջանյան տերմին մտցրեց ընդլայնված ցուցակ։ Իսկ Հովսեփ Խորշուդյանը այդ ընդլայնված ցուցակին տվեց անուն ազգանուն։ 30 հոգուց ավել։ Այսինքն կային ուժեր, որ կոչ էին անում միավորման, ես նույնիսկ ձեզ հիմա մեր խոհանոցից գաղտնիքներ բացեմ, Արման Բաբաջանյանը ինձ օրինակ լիազորեց ասես բանակցություններին եթե ես կուսակցական չեմ, ուղղակի համակիր էի որպես վետերան թոշակառու հրավիրված էի ասես ես չեմ ուզում բանակցություններին մասնակցել Արման Բաբաջանյանը մենք քանի որ կարելի ասել այդ հանդիպում ոնց որ ձեր հետ հաճախակի ինձ հրավիրում էր այսպես ասենք աջակցություն էր թոշակառուին որ ես մնամ ֆունկցիոնալ գործառույթ ունենամ, այդ մեր հարաբերությունները այդպեսին են եղել Արման Բաբաջանյանի հետ։ Ինձ մոտիվացիա էր տալի աշխուժ լինելու, ու մի հանդիպման ժամանակ, այսպիսի հանդիպման ժամանակ ասես պարոն Աշակյան, խնդրում եմ, իմ անունից գնացեք։ Այ ես չեմ գա այդ բանակցություններին, դուք ասեք, որ ես ամենավերջի տեղը այդ ցանկում թող գրեն ինձ։ Քվոտաները եթե կբաժանեն, քվոտաներ, որ կուսակցությունից քանի հատ, ըստ թող իրենք բաժանեն։ Մենք այնքան կարևոր ենք համարում մեր միասնությունը, միասին լինելը, միասին հանդես գալը, որ ես բոլոր տեսակի նկրտումները, ամբիցիաները, ես ասես պայմանավորվել եմ իմ կուսակցությունում, դա քննարկվել է, մենք հանում ենք, հանուն միասնության, մենք համաձայն ենք թող իրենք որոշեն։ Այդ 4-5 կամ 30 հոգին թող պայմանավորվեն, մենք գալիս ենք մեր ռեսուրսները, գիտեք 560-70 հազար հետևորդ ունենք, ասես մեր ռեսուրսները ձեր ռեսուրսներն են, գնացեք բանակցությունների մեր կողմից, հանուն հանրապետության կուսակցության կողմից, ոչ կուսակցական, քաղ թոշակառուն գալիս է բանակցությունների, ես 30-ի չէ, բայց պայմանական ասեմ 15 հոգու հետ ես մասնակցել եմ խորհրդակցությունների, չի կարելի դրանք բանակցություն ասել։ Եվ գիտեք, զարմանալի բան ստացվեց։ Այսինքն անհայտ մեկը, որը որ պարոն Խորշուդյանը ուղակի գրել էր հարգելով, չգիտեմ ինչը, այդ անհատ մեկը լուրջ ամբիցիաներ ուներ, չստացվեց։ Ես համարում եմ, որ դա միայն անհատական որոշում չէր, կուսակցական որոշում չէր։ Ես դրա մեջ տեսնում եմ դավադրություն։ Ինչ որ ուժեր կային, օրինակ ֆինանսավորողներ։ Այդ բոլորի թիկունքում կար նաև ֆինանս։ Նրանք ասում էին, որ նպատակահարմար չի։ Մենք ձեզ փողը չենք տա։ Չենք առնում ձեզ, եթե դուք միանում եք։ Պատկերացնում եք ինչ հետաքրքիր բանաձև է։ Եթե դուք չեք վաճառվում, ուրեմն մենք ձեր հետ չենք, այսինքն ովքեր որ վաճառվում են, իրենց ձայնը կարող են ապրանք դարձնել ու վաճառել,
նրանք դեմ էին միասնությանը։ Ես հիմա մի քիչ կոպիտ եմ ասում, բայց պատճառը դա էր։ Դու գիտեք, որ հսկայական գումարներ էին շրջանառության մեջ։ Ես մի քիչ բանը փոխեմ, շեշտը փոխեմ, հիմա թույլ չեմ տալու, որ դուք ինձ հարց տաք։ Բան եմ անում։ Զգում եմ, որ ուզում եք միջամտել, այսինքն օրակարգ տեղափոխել ինձ։ Դու գիտեք, որ լուրջ փողեր էին, ու այդ փողերը թափանցիկ չէին։ Ընդհանրապես այս ընտրարշավը կամպանիան կարելի ասել տոնավաճառ, այդ կաշառակերությունները, կաշառատվությունները ակնհայտ։ Ես հիմա ձեր մոտ ասեմ, կարելի է չկտրեք։ Ես կարծում եմ, որ պետությունը անգործության էր մատնված, պետք է կանխվեր այդ փողերի շրջանառությունը, կաշառքի շրջանակ պետք է խիստ կացինով։ Հիմա մուրճն է, չէ, գլխավոր գործիքը եւ հեռախոսը։ Ես ասում եմ, որ գերանդի պետք է լինել, պետք է հնձեին, դրանց դուրս թողնեին ընդհանրապես քաղաքական ասպարեզից։ Մի խոսքով մենք ձախողեցինք միասնությունը եւ ստացանք հասանելիք։ Հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, քանի որ դուք այնտեղ չեք, ստացվում է, որ քաղաքացիական պայմանագիրը գալիք խորհրդարանում էլի մնալու է երկու քաղաքական ուժի հետ, այս անգամ պատիվ ունեմ հանրապետական կուսակցության եւ Վանեցյանի միավորումը չկա, լինելու է դրա փոխարեն Հայաստան դաշինք եւ ավելի մեծ արդեն մասնակցությամբ լինելու է ուժեղ Հայաստանը։ 37 հիմա հաշվում են իհարկե այնտեղ այս պահին էլ շարունակում են հաշվարկները ԲՀԿ-ն անցնում է 59 ձայնը կգտնեն, չեն գտնի, կորել են, չեն կորել այդ ձայները, այդ առանձին թեմա է, բայց ասենք եթե ենթադրենք անցել են 37% ընդհանուր առմամբ ձայն են հավաքել, այդ ձեր ասած կամ իշխանությունների ասած եռագլուխ հրեշը։ Այս դասավորությունը քվեն այդքան որ ստացել են այդ մարդիկ, ձեզ ինչի մասին է հուշում, ինչի մասին է։ Իմ կարծիքով դա աղետալի թիվ է, աղետ է մեր պետության համար, ազգային ազատագրական շարժումը առջևում է, մենք չպրծանք ազատագրելուց, իմ կյանքը տեսնեք ավարտվում է, բայց օրակարգ անընդհատ եղել է ազգային ազատագրականը, այսինքն ստացվում է, որ մեր պետական իշխանությունում, պետության գլխավոր ինստիտուտում կան հակապետական ուժեր եւ 37% են, այսինքն պետությունը դա կեսն է, կեսը մեր պետության մեջ կա հակապետական ուժ, պատկերացնում եք, այսինքն պետությունը քանդող, պետության լիկվիդացիան երազող ուժը պետության մեջ է, ֆինանսավորվում է պետության կողմից, մենք ֆինանսավորում ենք, ես մենք ասելով հիմա նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության հարկատուներ, ոչ միայն հարկատուները, հանրաքվեի հետևորդները, մենք 2.5 միլիոն Հայաստանի, սովետական Հայաստանի քաղաքացի քվեարկել է անկախության օգտին, 10,000 հոգի դեմ է եղել անկախությանը, տեսեք մենք այդ 2.5 միլիոնս դարձել ենք այդ 10,000 հոգու գերին, այդ 10,000 հոգին մեր իշխանությունում ունի 40% չափազանցնեմ էլի, 40% իշխանություն, տեսեք 2.5 միլիոնը և 10,000 հոգին, կամ այդ 60,000 եվրաքվեի կողմնակիցները և 6 հոգին, ուրեմն 6 հոգին։ Այսինքն դուք ներողություն պնդում եք, որ այս հանդիմությանը այ կոնկրետ, որի մասին որ խոսք է գնում, այն մեր համակարգացիները, որոնք իրենց ձայն են տվել, իրենք դեմ են Հայաստանի անկախությանը։ Դա իրենք են հայտարարում։ Իրենց ծրագիրն է այդպեսին։ Եթե այլ ծրագիր ունենային, դրանց անուն ազգանունը ինձ չի հետաքրքրում։ Նույնիսկ կենսագրությունը, նրանց դրամապանակը կամ բժշկական քարտը ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է նրանց նպատակը, այդ մարդիկ հայտարարում են, որ իրենք դեմ են Եվրոմիությանը, իրենք դեմ են անկախությանը, ժողովրդավարությանը, իրենք կողմ են ռուսական տարբերակին։
ռուսական տարբերակը ժողովրդավարությանը դեմ է կամ բելարուսական տարբերակը։ Իրենք որտեղ են մեծ պահում, Եվրազիական միությունում, չէ, ոսկե հորդայում են մեծ պահում, դրանց բոլորի մականուններն են, SSR, SNG, դա պիտակներն են, ինչպես դուք ասացիք։ Պիտակներ են, բայց դա իրականում ռուսական իմպերիան է։ Ռուսական իմպերիան այսօր դեմոկրատական պետությունների դեմ պատերազմի մեջ է, 51 պետություն։ Բայց գիտեք, վերջին օրերին մի քանի հայտարարություն է հնչել Մոսկվայում, որոնց ընթացքում ռուսաստանցի մի շարք պաշտոնյաներ են, որոնք բավական բարձրաստիճան հայտարարել են, որ հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ Հայաստանում խախտվել են ժողովրդավարական ընտրությունների նորմերը։ Որ նորմերը, տեսեք, իրենք ժողովրդավարական։ Չէ, իրենք որ ասում են, նրանք ունեն ազգային ժողովրդավարություն, սահմանափակ ժողովրդավարություն, տեղական ժողովրդավարություն, ինքնիշխան ժողովրդավարություն, դրանք մանիպուլյացիաներ են, մանիպուլյատորներ, երրորդ շարքի զինվորներն են։ Այն 5 ենք մենք ասում, չէ, հիմա 5-րդ շարասյուն։ Դա երրորդ շարասյան մանիպուլյացիան է։ Այսինքն ո՞րն է ժողովրդավարությունը, ազատ, արդար, թափանցիկ։ Ես կասեի ոչ մրցակցային օգուտ բռնապետությանը, օգուտ խախտումներին, որ ասացի անգործության էր մատնված պետությունը, որտեղ մրցակցությունից դուրս այդ կաշառակերությունը մրցակցությունը չի հավասարեցնում։ Ֆինանսավորման այդ սիստեմը, ստվերային սիստեմը արտասահմանից ստացած արտասահմանյան փողի պատճառով Սարկոզին, Ֆրանսիայի նախագահը ազատազրկվեց, Կոլը Գերմանիան միավորող նա դատապարտվեց ֆինանսավորվելու պատճառով արտասահմանյան փողը նշանակում է արտասահմանյան միջամտություն, այսինքն օտարերկրացիների շահերի ներկայություն։ Մեր մոտ ես դրանում մեղադրում եմ, եթե ես միանում եմ ռուսներին, ոսկե հորդային միանում եմ, ասում եմ, այո, մրցակցային չէր, որովհետև դուք շատ մեծ գումարներ եք ծախսել, ուղղորդել եք մեր ընտրությունները, խանգարել եք ժողովրդավարությանը, դասական ժողովրդավարությանը։ Հանրագիտարանային այդ բառարանը բացառեք, կարդացեք ինչ է նշանակում ժողովրդավարություն, ժողովրդի կամք, ազատ կամք։ Հիմա իրենց ասած ազատ կամքի մասին չի, իրենց մոտ դա ընդունված չի։ Իրենք չունեն այդ ավանդությունները չունեն ռուսները ժողովրդավարության։ Նրանց ասածը գովք է։ Դե վերջին ժողովրդավարը իմ հիշելով Ստալիպիններ հիշում ենք ինչ եղավ իր հետ։ Տեսեք, ստեղ մի ուրիշ թեզ էլ կա այն կողմից որ գալիս, ասում է մենք Ռուսաստան նկատի ունեմ, Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես ունենք ռազմավարական շահեր եւ մենք ինչ որ ձևով կարող է եւ փորձում ենք միջամտել կամ լավ չմիջամտել, ազդել, համոզել, բացատրել, որովհետեւ մենք տեսնում ենք որ արևմուտքը ցանկանում է այ ուղիղ միջամտության արդյունքում Հայաստանը կոպիտ ասած տանել մեզնից, հեռացնել ավելին տանել արճակատման Ռուսաստանի հետ։ Այնտեղ անհեթեթագույն թեզեր էին արդեն հնչում, որ Հայաստանը ընդհանուր պատրաստվում է հարձակվել Ռուսաստանի վրա։ Բայց հիմա ասում եմ, տեսեք, Թրամփի գործողությունները միջամտությունն են։ Ջեյ Դի Վենսի գործողությունները, այն որ եկավ Երևան, ուղիղ միջամտություն է։ Եվրամիության գործողությունները, որ մենք ձեզ այսքան գումար կհատկացնենք, որպեսզի դուք պայքարեք տեղեկատվական դաշտում պաշտպանված լինեք, ուղիղ միջամտություն է։ Այս միջամտությունը այն միջամտությունն է, բայց եթե նրանք անում են, մենք ինչի չանենք։ Տեղերը փոխել են, գիտեք, միջամտության դեմ է այդ միջամտությունը կոչվում է ինքնապաշտպանություն։ Հիմա ես միշտ եմ այս ագրեսիվ կամ պաթետիկ խոսքի գլխավոր պատճառը ինքնապաշտպանությունն է։ Ես համարում եմ, որ ես պաշտպանվում եմ։ Իմ նկատմամբ կա ագրեսիա, հարձակում։ Այդ հարձակումից ես պաշտպանվում եմ։ Ոսկե հորդան սրանից 500 տարի առաջ հարձակվել է իմ երկրի վրա։ Իսկապես այդ Լենգ Թեմուրը ղփչակներ եկան ավերեցին իմ երկիրը։ Ոչ անկախ իմ երկիրը, իմ հայրենիքը։ Պետություն չէր, բայց հայրենիք սեր։ Այսինքն նրանք եկել են ու մնացել են։ Այդ ղփչակները ոսկե հորդան։ Լենգ Թեմուրը եկել ու մնացել է Լենգ Թեմուրը։ Աղետալի էր Լենգ Թեմուրի արշավանքը, մեր ազնվականությանը սրի քաշեց։
Լենք Թեմուրը, այն որ հիմա մոմանկան իրենք Լենք Թեմուր են իրեն զգում։ Մենք ինքնապաշտպանվում ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգների, չասենք Թրամփը, Ամերիկայի Վուդրո Վիլսոնը, ես չգիտեմ, Ջեֆերսոնը, Վաշինգտոնը, ժողովրդավարությունը, ինքնիշխանությունը եւ ինքնորոշման իրավունքը Ամերիկայի Միացյալ Նահանգների, երբ որ ինքնորոշվեցին, անկախություն ստացան, ապա գաղութացման դրոշակակիրն են։ Այսինքն ժողովուրդները ազատ ապրելու սեփական պետությունը ունենալու իրավունք ունեն։ Դա Ամերիկայի Միացյալ Նահանգների առաքելությունն է, միսիան։ Նրանք ասում են, բոլոր ժողովուրդները պետություն ունենալու իրավունք ունեն, այդ թվում հայ ժողովուրդը, մեր դաշնակիցն են, օբյեկտիվորեն։ Եվրոպացիները դե մեզանից շատ առաջ, ես ուզում եք ասեմ, Տիգրան Մեծի հրովարտակով, Լուկուլոսի հետ կնքած հայկական պետությունը Եվրոպայի դաշնակիցն է, հավատարիմ դաշնակիցը, հենց այդ տերմինով։ Կիլիկիայի հայոց թագավորությունը, Կիլիկիայի թագավորները կոչվում են ամենայն հայոց արքաներ։ Լևոն Մեծագործը այդպես է գրել իր տիտղոսում, Հռոմի պապը, կայսրները, այդ սուլթաններն ու խալիֆները Կիլիկիայի թագավորությունը ճանաչել են ամենայն հայոց, եվրոպական է եղել։ Այսինքն մենք Տիգրան Մեծի ավելի հելենիստ չասեմ, հա մեզ, մենք միշտ եվրոպացի ենք եղել։ Հիմա մեր դաշնակիցները քաղաքակրթական մեզ աջակցում են, բայց չպաշտպանվենք հիմա։ Ռուսներն ասում են, դուք ինչ եք ինքնապաշտպան։ Մենք հարձակվել ենք ձեր վրա, օրինակ խլել ենք ձեզանից Ղարսը, Նախիջևանը, Նագորնի Ղարաբաղը։ Ձեզանից խլել ենք, ինչ եք պաշտպանվում։ Եվ ընդհանրապես ինչ չեք գալիս մեր համար զոհվեք Ստալինգրադում։ Դանեցկում եկեք զոհվեք, կռվեք արուն թափեք, դուք դա լավ եք անում, մեր համար դուք արուն թափել գիտեք, ձեր արյունը թանկարժեք։ Հիմա մենք իրան վերջերս հաշվարկներ կային, որ ուկրաինական պատերազմում, Ուկրաինայի դեմ պատերազմում արդեն զոհվել է 10,000-ից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Ասում եմ շարունակեք, դուք էլի ունեք տղամարդ։ Դուք առողջ տղամարդ շատ ունեք։ Մեր աղջիկները դա մեզ պատմում են։ Դե իրենք աղջիկներ ունեն, չէ՞։ Դա պատմում են, չէ՞, ինչ գիտեն հայ տղամարդիկ շատ կան։ Աղջիկներն են պատմում։ Հետի անեկդոտից ես բան արեցի, էլի կոռեկտացրեցի իրականում։ Ասում եմ, ինչ գիտես, ասում եմ կինս էր պատմում։ Ուրեմն իրենք գիտեն, որ մենք տղամարդ ունենք, ասում են, եկեք կռվեք, զոհվեք մեր համար։ Հիմա մենք իրավունք չունենք, ասելու մենք մեր համար կզոհվենք։ Մենք մեր երկրի շահերի համար, ձեր երկիրը շահեր ունի այս տարածաշրջանում, եւ մեզանից ոմանք ճանաչում են այդ շահերը, ոտնահարում են մեր երկրի շահերը, մեր ժողովրդի շահերը, աջակցում են այդ 40%-ը, աջակցում են նրանց, ասում են, որ այո, նրանց շահերը այստեղ գերակա են, զոհաբերենք հայ ժողովրդի շահերը, նրանց շահերի համար, այո, երկու բառ ասեմ, առաջինը, նրանց շահերը տարածվում են իրենց տարածքում, Ռուսաստանը ունի շահեր, այդ շահերը պետք է պաշտպանել Ռուսաստանի Ֆեդերացիայի, նախ Ռուսաստան չասենք RF, իրանք սիրում են հապավումներ, չէ, SSR, RF-ի տարածքում կա Ռուսաստանի շահը, RF-ը ունի շահեր, այնտեղ մենք հարգում ենք իր շահերը իր տարածքում, մեր տարածքում, մեր երկրի տարածքում, մեր շահերն են գերակա, այստեղ ուրիշ երկիր չի կարող շահ ունենալ, մեր երկրի շահերից բարձր։ Բայց ինչու՞, հա, մեր երկրի շահերից բարձր, հա, համաձայն եմ, բայց Իրանն էլ այստեղ շահեր ունի, Հնդկաստանն էլ ունի, Եվրամիությունն էլ ունի, Միացյալ Նահանգները։ Փող շահավետ, Լևոն։ Հա։ Զիջում։ Փող զիջում գնանք։ Այո, փող շահավետ պետք է լինի։ Մեր հարաբերությունները RF-ի հետ պետք է լինեն փող շահավետ։ Այո, մենք ճանաչում ենք իրենց շահերը, բայց մեր շահերի հետ փոխադարձաբար։ Մենք ճանաչում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերը, բայց փող շահավետության կանոնով, գործընկերության կանոնով։ Ռուսաստանն ասում է ոչ, ձեր շահերը մեր շահերին հավասար չեն։ Տեսեք, այդ գծի կողմնակիցները ուրիշ բանել են ասում են, ընդ որում այնպես չի, որ դա օբյեկտիվ ճշմարտություն չէ, ասում է արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան։ Այո։ Այսինքն ՆԱՏՕ-ի անդամ, Միացյալ Նահանգների դաշնակից Թուրքիան ըստ էության
այսպես տարածաշրջանում կարելի է այսպես ներկայացնում է որպես արևմուտքի շահերի տեղապահ, այդպես է թե չէ։ Այո։ Այդպես է թե չէ։ Այո։ Հիմա տեսեք, իսկ 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական եղբայրության բարեկամության պայմանագիրը գործող եղբայրության մասին բրատստվը ախպերության մասին այդ քրեական տերմինը ռուս-թուրքական հարաբերություններում է։ Այսինքն Թուրքիան իր գոյությամբ պարտական է ռուսական բրատստվային, այդ պայմանագրին, որով հայկական պետությունը լիկվիդացվել է։ Արաքսից այն կողմնաց Թուրքիային, այս կողմնաց Ռուսաստանին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջով այն ձեր հետ ասեցին հայկական օջախ, այ Սան Ստեֆանո, Բերլինի կոնգրես, ասեցին, բա օջախ չլինի, որ Վանուշ Խանամիրյանը եւ Սոֆի Դևոյանը երկեն parեն։ Բոլշևիկներն ասեցին, դեմիք 30,000 քառակուսի կիլոմետր տվեք ռեզերվացիային հայկական։ Այսինքն այն բարեկամությունը շատ ավելի բարձր մակարդակ ունի ռուս-թուրքական բարեկամությունը, քան թե ամերիկա-թուրքական բարեկամությունը։ Այդ ում անունից են խոսում։ Մեզ որ դրանում այսինքն Թուրքիային որ մեյդան են բերում, հրապարակ են բերում, Մայդան իրեն։ Մենք հայլում է դեմ չեն նայում իրենց։ Մենք հայլում դեմը կանգնեն, մենք տեսնեն իրենք ով են։ Աթաթուրքն ու Լենինը ձեր տված կանգնած են հայլու մեջ։ Այսինքն Ռուսաստանի շահերի ներկայացուցիչը այստեղ Թուրքիան է։ Դեռևս 19-րդ դարում երկու անգամ եգիպտացիները Ստամբուլը գրավում էին։ Ռուսական նավատորմը ջարդեց թուրքական եգիպտական նավ։ 19-րդ դարում այն ազատարար Ալեքսանդրը, Փրկիչ Նիկոլայը, դրանք բոլորը փրկել են Թուրքիան։ Օսմանյան կայսրության փրկիչ եղել է Ռուսաստանը։ Մի անգամ էլ եթե չեմ սխալվում բուլղարներից են փրկել։ Մի անգամ ինչի։ Չէ, դե վերջին։ Բա հույներից չեն փրկել Սակարայի ճակատամարտը։ Այսինքն ուզում ասեմ, այդ ինչու եք մեզ մեղադրում։ Որ մենք հանդուրժում ենք Թուրքիային այս տարածաշրջանում։ Չէ, իրենք պնդում են, որ այն ինչ որ անում է իշխանությունը ու այն ինչ որ նաև պնդում եք դուք, դա մեզ հանգեցնելու է Հայաստանի Հանրապետության չեզոքացման եւ վիլայեթացման։ Չեզոքացման, այո։ Վերջապես մենք պետք է չեզոքացման լիկվիդացման նկատի ունեմ։ Հա, լիկվիդացիան ես արդեն կպել է։ Փոխանցումը կատարել եք, թողեք։ Այո, պետք է չեզոքանա որպես խառնակիչ։ Այն մենք հիմա օգտագործում ենք որպես ֆորպոստ, որպես սադրիչ։ Այս տարածաշրջանում ռուսները ունեն սադրիչ։ Դա Արմյանսկայա օբլաստներ, Սան Ստեֆանոյի պայմանագիրներ, պատկերացնում եք, Թուրքմենչայի պայմանագիրը, Լենին Աթաթուրք պայմանագիրը, Ստալինի ամբողջ այդ հայրենադարձության ծրագիրը, Խրուշչովի եւ Զարուբյանի ծրագիրը, գիտեք 1960 թվականին, երբ որ ամերիկյան հրթիռները բերեցին Թուրքիա ատոմային Սպարտակ ֆուտբոլային թիմը, դա պրեստիժնի էր, դա բաներ, Սպարտակ ուներ Մոսկվան, Կիև եւ Թիլվիզը ունեին Դինամո, Սպարտակը բարձր մարդ։ Երևանի Սպարտակի անունը փոխեցին Արարատ։ Դա գիտեք ինչ Թուրքիայի համար ինչ նվեր էր, ոնց, այսինքն դա հայտ էր, պահանջատիրություն էր, ֆուտբոլի թիմը Արարատ, բա հուշարձանը, բա բիբլիականը, բա Պարուր Սևակա, Սիլվա Կապուտիկյանը, բա որ Չարենցին ու Մահարուն ռեաբիլիտացիա արեցին, դա մեր համար չարեցին, մեր համար նրանք սպանել պրծել էին, Վակունցին, դա մի հարված էր, Նալբանդյանը, Աբովյանը, դա իրենց համար պետք չէր, բայց որպես խառնակիչ եւ սադրիչ բարձրացրեցին Արմեսեսերի կարգավիճակը Եղեռնի հուշարձան եկեք նշենք, ձեզ դրանք կոտորել են եւ Սփյուռքը մոբիլիզացրեցին, դարձրեցին KGB-ի ագենտուրայի բազա։ Այս ես ասում եմ, հիմա այդ չեզոքացում օգտագործում եմ ձեր
սխալմամբ ասած բառը Չէ, լիկվիդացիան ըստեյության չեզոքացումը, այո, հիմա գնում է չեզոքացումը։ Մենք ֆորպոստի կարգավիճակից, սադրիչի կարգավիճակից դուրս ենք գալիս, դառնում ենք մեր երկրի տերը, մեր շահերի տերը։ Այդ եվրաքվեն, անկախության հանրաքվեն, դրանք բոլորը կարգավիճակի համար են, մենք չենք ուզում ուրիշի գլադիատորը լինել, ուրիշի լեգիոները լինել, ուրիշի վարձկանը լինել, ուրիշի սադրիչը լինել, ուրիշի ֆորպոստը լինել։ Այս ընտրությունների ժամանակ 40%-ը մեզ ճանաչում է որպես սադրիչ մերձավոր արևելքում։ Դժվար է փակել այս խոսակցությունը, բայց այսքանով վերևի այսօր սահմանափակվենք, շնորհակալություն։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Գերագույն խորհրդի նախկին падգամավոր, Հանուն Հանրապետության կուսակցությունից падգամավորության էլի նախկին տեխնացու Ազատ Արշակյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։